Ցավոք սրտի նրանց մի մասի մոտ զարգանում են հետ տրավմատիկ էկզեմաներ։ Ունենք պացիենտներ, որոնց դեռ քայլել պետքա սովորացնենք, որովհետև դեռ անդամահատված եւ պետքա պրոթեզներ կրեն մաշկը վերականգնելուց հետո, եւ պացիենտներ ունենք, որոնք ձեռքի խնդիր ունեն, որ պետքա վերականգնվի։ Մի խոսքով, աշխատանքը շատ մեծած, շատ դժվար է ասել, երբ վերջի պացիենտը կլինի, որ կասենք, այ վերջ մենք 23 թվականի Ստեփանակերտի դեպքը համարում ենք ավարտված։ Այդ պայթունը կոնկրետ պատիժ էր իմ որ ազգի համար, ես իմ ասենք պատերազմը մտածում ես պատերազմ այլի մեկը կզոհվի, մեկը իմ որ փաստաղ, մեկը կզոհվի, մեկը կվիրավորվի, բայց այդ պաժարը կոնկրետ ես իմ անհիմաների լինից։ Իրականում տար սարսափելի է, որ դու գիտես քո երեխու կյանքը մի լիտր բենզինից է կախված։ Քիչ դժվար բան։ Գիտակցում ես, որ ուղղակի քո բախտդ մի քիչ բերել է։ Պարզապես մի քիչ բախտդ բերել է, ոչ այսպես։ Ցանկացած մարդ էլ հիմա էլ չի կարող այդ պահերը մոռանալ, հանել ամբողջովին իր մտքից, իր հոգուց, դա երևի մինչև մահ մեզ հետ կլինի։